Նիկոլ Փաշինյանը Պրահայում GlobeSec 2025 ֆորումի պանելային քննարկմանը արձագանքել է Իսրայելի Իրանում կատարված վերջին գործողություններին եւ դատապարտել։ Մեր մտահոգությունն ենք հայտնում եւ դատապարտում Իսրայելի վերջին գործողություններն ընդդեմ Իրանի։ Դա կասկածի տակ է դնում տարածաշրջանում առկա փխրուն կայունությունը։ Իսկ ինչ իրավիճակ է Հայաստանի սահմանին Իրանա-իսրայելական այս հակամարտության ֆոնին։ Հայաստանի պաշտպանության փոխնախարարը գնահատում է իրավիճակը համեմատաբար կայուն է։ Սահմանում իրավիճակը հարաբերականորեն կայուն է եւ որևէ այս բանի մտահոգիչ որևէ տվյալ ես չունեմ։ Հարցին պաշտպանության նախարարությունը գնահատել է Սյունիքի վրա հարձակման ռիսկերը։ Այս լարված պահին Թուրքիան եւ Ադրբեջանը զորավարժություններ են անցկացնում Նախիջևանում, Հայաստանի քթի տակ։ Հայաստանի Հանրապետությունը պաշտպանվելու է իր հնարավորությունների, կարողությունների, իր ամբողջ ներուժի չափով, եթե դրա կարիքը լինի, սակայն Հայաստանի Հանրապետությունը պետք է ամեն ինչ անի քաղաքական իմաստով, որպեսզի տարածաշրջանում էսկալացիոն դեպքեր չլինեն մեր հնարավորությունների չափով։ Մեր երկրի անվտանգության խորհրդի քարտուղարը եւս մեկնաբանել է Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումները եւ Հայաստանի համար հնարավոր հետևանքները։ Մենք դեռևս ժամանակներ առաջ ենք սկսել նախապատրաստվել հնարավոր սցենարներին։ Ըստ սցենարի նախապատրաստական աշխատանքներ ենք տարել, դրանց շրջանակներում պլանավորումներ ենք կատարել, այսինքն ըստ սցենարների մենք ունենք պլանավորում եւ ըստ այդ պլանի կշարժվենք։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը եւս դատապարտել է Իրանի վրա հարձակումը եւ կոչ արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողություններն ու պահպանել միջազգային իրավունքի նորմերը։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։